Առաջին անգամ եւ երկրորդ անգամ իրենք քննարկում են, թե ինչպես կարող է կաթողիկոսը խաղաղ ձևով հեռանալ։ Միգուցե իրենք քննարկում են դա, ես չեմ կարող ասել։ Ես հույս ունեմ, որ իրանք դա քննարկում են։ Ես ցավում եմ, որ Հանրապետության առաջին նախագահը այս տարիների նամանավանդ 2018 թվականից ի վեր մի այնպիսի ուրեմն դիրքորոշում է բռնել, որը շատերին վանել է իր կողմից։ Եվ թալապես պաշտոնաթող նախագահները հակառակը իրենք սկսում են խոսել անկեղծանալ, մեմուարներ գրել, բացահայտումներ անել եւ լավ կլիներ, որ գոնե առաջին նախագահ, ես հասկանում եմ, որ երկրորդ ու երրորդ նախագահից դա սպասել հնարավոր չէ, նամանավանդ երկրորդ նախագահից, որովհետեւ իրենց նպատակը ոչ թե դա է, իրենց նպատակը այնինչ եղավ Արցախի հետ, լինի նաեւ Հայաստանի հետ։ Այնինչ եղավ Արցախի հետ, դա իրենց նպատակն էր։ Այնինչ պետք է լինի եղավ Արցախի հետ, նրանք ուզում են անել Հայաստանի հետ։ Եվ հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանի վրա միայն հույս կար, որպես գիտնական, որպես պատմաբան, որ նա գոնե իր մեմուարներով բազում բացահայտումներ կանի եւ նաեւ այդ տեսքով նա իր կողմից կհանի, իր վրայից կհանի որոշ բեռ